Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Այսօր Բրյուսելում տեղի ունենալու Global Gateway համաշխարհային դարպասներ երկրորդ ֆորումը, որը գիտեք Եվրոպական միության լոգիստիկ, էներգետիկ ամենամեծ պրոյեկտներից մեկն է հանդիսանում, որը պետք է կապի Եվրոպական միությունը տարբեր այլ տարածաշրջանների, այդ թվում մեր տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ եւ վարչապետը հրավիրված է ելույթ ունենալ այս ֆորումի բացման արարողության ժամանակ, նաև նախատեսված են հանդիպումներ եվրոպացի այլ գործընկերների հետ եւ այլ երկկողմ հանդիպումներ տեղի կունենան։ Եթե իմ տեղեկությունները ճիշտ են, Ադրբեջանի նախագահը այս միջոցառմանը չի մասնակցում, ինչ վերաբերվում է ձեր կողմից նշված երկրորդ հարցին եւ այդ միջանցքի տերմինի կիրառությանը, կարծում եմ վարչապետի խոսնակը օրեր առաջ 3, եթե չեմ սխալվում, հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ, դրան ավելացնելու բան չունեմ այս բանը։ Պարոն Կոստանյան, ի վերջո երբ է ստորագրվելու նշած այդ խաղաղության պայմանները։ Մենք շարունակում ենք աշխատանքներ այս ուղղությամբ եւ վերահաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել եւ հետագայում նաեւ ռատիֆիկացնել այս փաստաթուղթը։ Ադրբեջանի ասում է, որ այդ ստորագրությունը հանդիպումից հրապարակող Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչինչ, Պաշինյանը ստացավ նկար Թրամփի հետ։ Հիմա մենք Հայաստանի ստացել։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն խաղաղ եւ կայուն տարածաշրջան կառուցելու եւ սկսել է այդ գործընթացը եւ մենք նաեւ ստացել ենք հնարավորություն ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր ռեգիոնում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ։ Քննարկումներ են ընթանում, երբ որ կլինեն հստակ հանգրվաններ, վստահաբար դրա մասին հանրությունը պատշաճ կարգով կտեղեկանա։ Հաճախ են իրենց խոսքերից հետ կանում եւ որ մի բան պայմանավորվում են, օրը հրադադար, զինադադարը հետ են կանում, գրավել խաղներ։ Դուք երաշխիք ստացել եք այլևս, որ այս խաղաղության գործընթացը ավարտի կազմի եւ այլևս որևէ միջադեպ հեչամասում արդյունքում չի լինի։ Մենք հույս ունենք եւ վստահություն ունենք, որ գործընթացը կգնա դրական ուղով եւ այն ընդհանուր դինամիկան, որը տեսնում ենք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումից հետո դրական ենք գնահատում։ Այսինքն իսկ երկբացի հույս ունենալու երաշխիք կա, ինչ որ ձևով այլևս մոդել բանավորացնել է, որ խոստանում չեմ խախտում։ Պատասխանեցի ձեր հարցին։ Ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ, բայց այն հայտարարությունները, որոնք հնչել էին նաև Սպիտակ տանը, խոսում էին դրա մասին, որ մենք մտնում ենք կայուն եւ խաղաղ ժամանակաշրջան։ Այն որ Ալիևը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին բարբերաբար, չնայած որ այստեղից հակառակն է նրան հուշում, որ Զանգեզուրի միջանցքի սխալ է ասում։ Դա խոսում է դրա մասին, որ այդքան էլ երաշխավորված չէ խաղաղ։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում Զանգեզուրի միջանցք անունով որևէ պրոյեկտ, այդ թվում կոմունիկացիոն պրոյեկտ չկա եւ չի կարող լինել, թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանությունները իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է։ Ասում եք։ Պատասխանեցի ձեր հարցը։ Մենք այս ուղղությամբ եւ բոլոր խրթին հարցերի վերաբերյալ մշտապես հնարավորության դեպքում ունենում ենք քննարկումներ մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ուղիղ ադրբեջանցի գործընկերների հետ նույնպես։ Տեսնեմ շնորհակալ։